Իմունոթերապիան դա նորագույն վերջի տասնամյակների բուժման մեթոդն է, որը հեղափոխություն է կատարել նույնիսկ կարելի ասել բուժման մեջ։ Եթե քիմիաթերապիան անմիջապես ազդում է չարորակ բջիջների վրա, ոչնչացնելով այդ բջիջներին, իմունոթերապիան ուրիշ մեխանիզմով է աշխատում։ Նա թույլ է տալիս մարդու իմունիտետը զարթնի, այսպես կարող ենք ասել, եւ պայքարի քաղցկեղի դեմ։ Եվ այս դեպքում մենք ունենք շատ ուրիշ նրբություններ, որը ես հիմա կբացատրեմ։ Իհարկե համեմատելով քիմիաթերապիայի հետ։ Եթե մենք քիմիաթերապիան նշանակում ենք մի դեղը կարող է ազդի տարբեր վիրուսների վրա, իմունոթերապիան պետք է անպայման ունենա թույլտվությունը, այսպես ասած, այսինքն կան հատուկ սպիտակուցներ, PDL1 կոչված, կա մուտացիա MSIH կոչեցյալը, որոնք պետք է լինեն դրական, այդ դեպքում հնարավոր է, որ իմունոթերապիան լինի արդյունավետ, նա այդ բլոկը փակում է, բացում է իմունոթերապիայի ճանապարհը եւ դեղորայքը աշխատում են։ Շատ հետաքրքիր մեխանիզմ է։ Եվ այսպիսով իմունոթերապիան ազդում է շատ հաճախ այն դեպքերում, որտեղ քիմիաթերապիան եւ նույնիսկ թիրախային թերապիան չեն կարողանում կատարել այս գործը։ Կան ուռուցքներ, որոնք տարիներ առաջ նույնիսկ մենք ոչ մի հույս չէինք տալի պացիենտներին, այսօր դրանք բուժվում են։ Որոնք են դրանք։ Հատկապես 4-րդ փուլում մելանոման, շատ ագրեսիվ վտանգավոր ուռուցք, որի ժամանակ իմունոթերապիան կարծես թե այդ հեղափոխությունը կատարեց, եւ եթե նա գտնվեց այդ ճիշտ նշանակման ազդեցության գործոններով, նա ամիսներով, տարիներով հիվանդությունը գլուխ չի բարձրացնում։ Կարևորը գիտեք ինչն է, որ իմունոթերապիան ազդում է եւ այդ ժամանակ, երբ որ նշանակվում է այդ ամիսների ընթացքում, եւ նույնիսկ եթե նա ավարտվեց, դրանից հետո օրգանիզմը արդեն սովորած վարժեցված է լինում, իմունիտետը վարժեցված է լինում մարդուն եւ ինքն է պայքարում արդեն այդ չարորակ process-ի դեմ։ Այդ դա է ամենակարևորը։ Բացի մելանոմայից, թոքի ոչ մանր բջջային քաղցկեղի տարբեր ձևերը, հատկապես ադենոկարցինոման, նույնպես իհարկե պարտադիր ստուգելով PDL-ը։ Բացի դրանից կան եւ ուրիշ ուռուցքներ, երիկամային ուռուցքը, երիկամաբջջային ուռուցքը, միզապարկի ուռուցքը, նույնիսկ Հոջկինի լիմֆոման կլասիկ ձևի։ Այս առաջի հիվանդությունները, հատկապես երիկամային են, նույնպես եթե նա մետաստատիկ էր, շատ դժվար էր բուժում, կարելի ասել անբուժելի էր։ Իմունոթերապիան տալիս է այն հույսը, որ նույնիսկ այս հիվանդությունը երկարատև կունենա կյանք նույնիսկ այս հիվանդությունով հանդերձ։ Իհարկե պետք է հասկանալ, որ իմունոթերապիան կարող է ամբողջովին չվերացնի այդ մետաստատիկ process-ը, բայց նա այնքան է ընկճում չարորակ ուռուցքը, որ մենք արդեն խոսում ենք քրոնիկ հիվանդությունների մասին, այսինքն քաղցկեղը համեմատվում է ուրիշ քրոնիկ հիվանդություններ, ինչպեսին օրինակ տուբերկուլոզն է, տարբեր թոքային process-ներն են, նույն սիրտանոթային կամ շաքարային։ Եվ իհարկե իմունոթերապիան ունի իր բարդությունները։ Քիմիաթերապիայի մասին շատերս գիտենք բարդությունները, այստեղ իրենք տարբերվում են։ Չկա այդ սրտխառնոց փսխումը եւ այլ, բայց կան ուրիշ։ Դա շատը մաշկային փոփոխություններն են, աղիքային տրակտի, թոքի հյուսվածքի եւ փոփոխությունները իմունոթերապիայի ժամանակ կարող են առաջանալ ոչ թե անմիջապես ներարկելու ժամանակ, այլ հետագայում ինչ-որ մի առժամանակ։ Իհարկե օրգանիզմից էլ է կախված, բայց կարևորը նա է, որ իմունոթերապիան մեծ մասամբ տանելիությունների նම է բավարար եւ մարդիկ չեն կտրվում իրենց առօրյայից։
Այսքան կարծես թե այս թեմայի շուրջ իմունոթերապիան ես ամփոփեմ նորագույն մեթոդն է չարակորուսների բուժման, նա կիրառվում է լայն Հայաստանում նույնպես, դեղամիջոցները հիմնականում արդեն հասանելի են եւ շատ ուռուցքների ժամանակ, որոնք համարվում էին անբուժելի մետաստատիկ տարբերակների ժամանակ, իմունոթերապիան տալիս է այդ հույսը եւ այդ արդյունքը մարդկանց կարելի է ասել փրկելու համար այս չարիքից։ Մեր փորձը նույնպես բավականին մեծ է, հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ։